Առավոտյան պետականյանը ահասանգեց, որ ընտրողների ցուցակները նախնական թիվը փաստորեն 18,000-ով ավելացել է։ Այս ինչ թիվ է, այս ինչ մարդիկ են, ովքեր են հատկապես որոշ քաղաքներում ցույցանում են, ոնց որ թուրքական ազգանուններով ինչ-որ մարդիկ հայտնաբերեց։ Դա հիմիկվա կարծում այս պահին պատասխանելու բան չի, դա պետք է վերլուծություն կատարել։ Մենք ունենք բազմաթիվ նաև ազգությամբ հայեր, որոնք այո Թուրքիայի քաղաքացիներ են եւ որոնք հաշվառման կանգնած են, երկխաղացիներ են բնականաբար, բայց մնացած մանրամասնությունների մասով կարծում եմ պետք է հավելյալ վերլուծություններ կատարել, բայց ուզում եմ նաև արձանագրել մեկ կարևոր հանգամանք ևս, այսօր ողջ իրավապահ համակարգը, ոչ միայն այսօր, բայց հատկապես այսօր առավոտ շուտ ժամը 5-ից 6-ից սկսած սենց գրոհ էր կազմակերպել, անունը դրել էր, թե իբր պայքարում է ընտրակաշառքի դեմ եւ այլն, բայց իրականում իրենք բացահայտ ձևով իրականացնում էին քվեարկելու իրավունքի խոչընդոտման աշխատանքներ, որի գնահատականը ոչ միայն ընտրության արդյունքներով պետք է տրվի, նաեւ պետք է հետագայում իրավական առումով արձանագրումներ կատարվեն։ Իդեպ ցուցակների մասով արձանագրենք կարևոր մեկ հանգամանք։ Մենք արձանագրեցինք, որ բազմաթիվ բժշկական հաստատություններ չեն ներկայացրել այն ընտրողների ցուցակները, որոնք ստացիոնար բուժման են եւ որոնք պետք է քվեարկեին շրջիկ քվեարկղերով։ Անահիտ Ավանեսյանը այդքան մեծ խոսելու փոխարեն պետք է նաև հետևեր ժամանակին, որպեսզի այս մարդկանց իրավունքները պաշտպանված լինեին։ Հիմա բազմաթիվ քաղաքացիներ զրկված են իրենց ընտրելու իրավունքից ուղղակի, որոնք որ ստացիոնար բուժման մեջ են գտնվում այդ հիվանդանոցային հաստատություններում։ Ցուցակների անհամատեղելիության հետ կապված, որ դուք պատկերացնեք իրավիճակի սյուր լինելը։ Երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի տան վրա գրանցում է արված Ոմն Քնարիկ Պետրոսյան։ Ես կարծում եմ այս օրինակով ամեն ինչ պարզ է։ Խնդրեմ մյուս։ Երկու տարվա պատմություն է, չէ՞, հիշել այս երկու օրը ներկայացրել։ Ո՞ր է պատճառը, որ ընտրության օրը կամ յուր առաջ այս քրեական գործերով փորձում են ընդդիմադիրներին մեծ հետախուզում, մասսայական հետախուզություն իրականացնել շտաբերում, ձերբակալ։ Այսպես վերջի օրերին ինչ են բացահայտել իրենց համար, որ միանգամից մասսայական այդպիսի գործողություն։ Կարելի է դերացում։ Խնդրեմ։ Արդյոք հավանական է, որ այս ամենով փորձեն ընտրությունները տանել երկրորդ փուլի կամ ասել, որ գեղձիկները շատ էին, իրական գործեր հարությունները շատ էին եւ ինչ-որ խոչընդոտ են այս կերպ ընտրությունների օրենքների։ Երկրորդ փուլի գնալը դրանով պայմանավորված չի, բայց այն որ իրենք հիմքեր փորձելու են նաև այդ ճանապարհով ստեղծել, հետո փորձել ընդդիմությանը մեղադրել ինչ-որ բաների մեջ, այդ ակնհայտ է։ Իրանք իմիջիալոց այնքան կանխատեսելի են, վաղուց ինչ որ անում են, շատ կանխատեսելի է այս ամեն ինչը, էլի մենք Նիկոլի եւ նրա խմբի այս ձեռագրին ճղճին շատ կանխատեսելի վաղուց ծանոթ ենք։ Ինչ որ արվում է, մեր համար այդքան էլ շատ այնց անսպասելի բան չի։ Այս իշխանությունը իր վերարտադրությունը ապահովելու համար հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերին, նրանց նախընտրական շտաբների պատասխանատուներին, կազմակերպական միավորներին փորձում է մեկուսացնել, որ տեղերում մարդիկ չլինեն քարոզչական, կազմակերպական եւ այլ աշխատանք իրականացնելու համար, վախի մթնոլորտ ստեղծել, բոլորին փորձել ձերբակալել, մեկուսացնել իր վերարտադրությունը իբր սահուն կազմակերպելու համար։ Բայց դա չի ստացվի, որովհետեւ իրոք այս մասնակցությունը շատ հարցի պատասխան կարծում եմ տալիս է։ Այս է իրաց նպատակը։ Այս է նպատակը, որպեսզի կարողանան բոլորին վախեցնել, որովհետեւ այդ նախընտրական շտաբների գործունեությունը ըստ էության իրանք ամբողջ ծավալով նաև նախընտրական շրջանում։ Հիմա ասում ենք վերջին օրերին չէ, բայց այս ամբողջ ընթացքում իրենք փորձել են սահանել։ Պետական ամբողջ ռեսուրսը օգտագործել իրենց շտաբների, իրենց կուսակցության համար, իսկ մնացածին ամեն կերպ խոչընդոտել։ Զուտ մրցակիցներին թույլատնելու, մեկուսացնելու մեր աշխատանքները պարալիզացնելու նպատակով, որը իրենց նպատակին վստահ եմ ձեզ ասում չեն հասել։
դուք վկայակոչեցիք վարչակազմեցուց Էշխանցյան, իրենք ասում են այսօր ինչպես կարելի է վարչակազմեցուցը եւ ընտրակաշարքը նույն հարցության մեջ դնել։ Ասում հա դիմում է վարչակազմեցուց, մենք ծառայական քննություն ենք ասում, բայց ոնց կարելի է նույն հարցության։ Եթե այդ ուժայինները 2 ժամ, ընդամենը 2 ժամ զբաղվեին ԿՊ-ով, կտեսնեին իրական ընտրակաշարքը որտեղ է։ Ես ասում եմ ամբողջ ուժային կառույցներին ընտրություններից 3 օր առաջ ինչի են պարգևավճար տվել։ Ու գիտեք ինչ են արել, պարգևավճարը տվել են, դրանից հետո երեք դուք տեսնում եք ԿՊ-ականներին։ Ես ասել եմ, մենակ Նիկոլենց Հայաթի Չալոն երեք հրահանգ չի տվել իրավապահներին։ Մնացած բոլորը մեծից փոքր լայվ էին մտնում ու սնցել մի հատ իրար եկեք, սրան բռնեք, նրան բռնեք, այնի ինքնաթիռից իջավ, այնի գնաց ընդեղ, այսինքն ով ասես բան տես։ Պարգևավճարը տվել են հրահանգ են տալի, եթերով գնացեք սրան բռնեք, նրան բռնեք։ Հիմա այդ ընտրակաշարքը թե չէ հարց եմ տալի։ Այս վերջի օրը մենակ ՊՆ-ում չէ, շատ տեղերում եղել է, ոստիկանությունում։ 200,000 դրամ։ Լռության օրը։ Իմիջիալոց ձեզ ասեմ, եթե դուք նայեք նախորդ շրջաններում էլ, միշտ երբ որ ոստիկանությունը դիմադրության շարժման ժամանակ, սրբազան շարժման ժամանակ եւ այլ հենց ուժեր կիրառում այդ օրերին այտենց լավ պարգևավճար էին ստանում։ Այս իրանց խրախուսելու համար է։ Հիմա այդ ընտրակաշարքը թե չէ։ Հիմա օպերատիվ ստացանք եւս մի արձագանք, քիչ առաջ որ նշում էի, Դեբետավան գյուղից քվեարկությունից հետո տեղամասի դիմացից բռնել են ընտրողին եւ բերման են ենթարկել տանում են։ Լավ, այս մեկին հետո են բռնել, մնացածին մինչև քվեարկելն են։ Հա, դեով գնում է քվեարկության բռնում են։ Հիմա տեսեք, Դեբետավանը ասեմ ձեզ, էլի։ Դեբետավանը այն գյուղն է, որ Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններին հավաքել է 51%։ Հիմա այս ամեն ինչը ըստ ձեզ պատական է, որ զորք են մտցրել գյուղ, կանգնել են տեղամասի դեմաց, ով որ գա բռնեն չթողեն քվեարկի։ Կան տեղեր, որտեղ մենք նախորդին լավ արդյունք ենք ցույց տվել, հիմա տեսնում ենք այդ գյուղերում հատուկ հսկողություն։ Այո, կան նման տեղեր։ մի բան էլ ասեմ, ընտրակաշարքի մասով, էլի։ Տեսեք, գործերից մեկով, սրանց մի քանի օր առաջ, ընդդիմադիր մեր ակտիվիստներից մեկին ներկայացվել էր մեղադրանք առ այն, որի փրինքը ընտրողին ասել է, գիտես, եթե մենք հաղթենք, դու գործ կունենաս, աշխատանք կունենաս, եւ սա ներկայացրել են ընտրողին նյութապես շահագրգռելու խոստումով ընտրակաշարքի հոդվածի ներքո, էլի, մեղադրանք։ Հիմա հարց, եթե դա ընտրակաշարք է, բա ԿՊ-ի ռեսուրսը վարչական, որ ում ասես խոստանում են ամենաբարձր պաշտոնները, սրանք ինչ են, սրանք զանգվածային ընտրակաշարքի պարզապես փաստեր են, և եթե իսկապես մենք ունենայինք իրավապահ մարմիններ, ընդ ինձ պիտի սկսել։ Ձեր հարցը։ Սոնա Գիշյան, Free News, եթե ընտրությունների արդյունքներով Հայաստան դաշինքը չկարողանա հաղթել եւ ձևավորել իշխանությունին, չխայլել ձեռնարկել դրանից հետո ընդունելու եք պարտությունը, թե այլ քայլեր ունեք։ Ընդհանրապես մի քանի ժամ հետո կամփոփենք տվյալները։ Մենք շատ մեծ վստահությամբ գնում ենք հաղթանակի եւ կարծում ենք ընդդիմությունը միասնական ունի բոլոր հնարավորությունները իշխանություն ձևավորելու եւ Նիկոլ Փաշինյանին ու ԿՊ-ին իշխանազրկելու եւ վռնդելու։ Մնացած ընտրությունները արդյունքները ամփոփելուց հետո կգնահատենք այս ամբողջ ընթացքը, տվյալները, ընտրախախտումները եւ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ Մեզ սպասում է թեժ գիշեր ու հետաքրքիր օրեր։ Այսինքն այս բանը դեռ չեք որոշել հետագայում ինչ եք անել։ Չէ, մենք չենք բարդվելու, հանգիստ եղեք։ Մենք այս պահին պլան B չենք կարող բնականաբար քննարկել, բայց մի բան նաև ակնհայտ է, որ ժողովրդավարության, թափանցիկ, արդար ընտրությունների մասին խոսող, պարբերաբար դրանով հպարտացող իշխանությունները այսօր ակնհայտորեն ընկած է ցայտնոտի մեջ եւ այն ամեն ինչը, ինչի մեջ մեղադրել է նախկին իշխանություններին, այսօր գուցե շատ ավելի լավ փաթեթավորումով կամ մի քիչ վատ փաթեթավորումով հենց ինքն է իրականացնում։
եւ այս բարձր մասնակցության ցուցանիշը ակնհայտորեն իրենց գցել է ցայտոտի մեջ, հետեւաբար մենք կարծում ենք, վերահաստատում ենք, վստահեցնում ենք, որ հավաքական ընդդիմությունը շատ ավելի ձայն է հավաքելու, քան գործող իշխանությունները։ Այս կողմ հետո այսօր պարոն Սաղաթելյան ուղղել եմ վստահ եմ լսել եք բազմիցս իշխանության ներկայացուցիչները ազգային ժողովում հայտարարում էին, որ դուք եկաք խորհրդարան մտավ, հայտարարում եք, որ ձեր թիվ 1 օրակարգը իշխանափոխություն անելն է, որը ըստ էության ձեզ մոտ չստացվել։ Այս անգամ ինչ օրակարգ է գտնվում։ Մենք խորհրդարան գնալու ենք իբրև իշխանություն։ Այս պահին ունենք այդ ակնկալիքը, եթե չլինի, կհավաքվենք, կհասկանանք, կգնահատենք, խորհրդակցենք, այդ որոշումը կկայացնենք։ Հիմա ինչ եք կարծում, այս պահին մենք պետք է նստենք այդ սցենարը քննարկենք, հաջորդ խորհրդարանի ձևավորման համար 2 ամիս ժամանակ կա, իսկ բոլոր հարցերի պատասխանը կունենանք։ Այս պահին մեր ամբողջ ուժերը կենտրոնացված են այս չարիքի իշխանությանը հեռացնելու վրա, մեր աշխատանքները ճիշտ կազմակերպելու, նաև շատ պարզ եւ ուղիղ ասեմ, մեր հայրենակիցների քվեն մենք պաշտպանելու ենք։ Սա եւս կարեւոր է, հաշվի առնելով այս իշխանության ընդհանրապես նկարագիրը, անցնող օրերի եւ այսօրվա ձեռագիրը, հասկանում ենք, որ իրենք նաեւ դժվար են հաշտվելու մեր ժողովրդի կամարտայության եւ դիրքորոշման հետ։ Այդ հարցում կարող եմ վստահաբար ասել, որ մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդի քվեն եւ երկրի սահմանադրական կարգ։ Մանկապ նրանից մեզ են քվեարկել, այլ ուժերի են քվեարկել ժողովրդի քվեարկությունը, մենք պաշտպանում ենք։ Սիրելի հայրենակիցներ, վերջին ինֆորմացիան փաստորեն այս պահի դրությամբ մենք ունենք մասնակցության 48.9%, սա բավականին բարձր ցուցանիշ է, բայց միևնույն է, ինչ 48.92 ժամը 5-ի դրությամբ, բայց միևնույն է մենք շարունակում ենք կոչ անել մեր քաղաքացիներին, կներեք, չենք խանգարում ձեզ, բայց միևնույն է մենք նորից հորդորում ենք, խնդրում ենք մեր քաղաքացիներին, որ գնան եւ մասնակցեն ընտրություններին, այս իշխանությունները ամեն ինչի ընդունակ են, վերջին 2 ժամն է մնացել, թույլ մի տվեք, որ ձեր կամքը ժողովրդի կամքը կոտրեն, անպայման մոբիլիզացրեք բոլորին, հորդորեք, խնդրեք, դա նաև մեր կողմից ընդունեք որպես ուղեր, որ թույլ չտանք, որ իշխանությունները վերջին 2 ժամվա ընթացքում կարողանան կեղծել ընտրությունները եւ կոտրել ժողովրդի կամքը։ Խնդրեմ հարցեր։ Տեսեք, քվեի վարչապետի այո, եթե ժողովուրդը ցանկանա, ինքը կգնա նախորդանախությունները։ Հիմա ինչ է ստացվում, եթե օրինակ վաղը պարզանա, որ հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայներ է տարել, ավելի շատ ձայներ է ստացել, քան ԿՊ-ն իր վարչական ռեսուրսի օգտագործմամբ, արդյոք հնարավոր է, որ Փաշինյանը ըստ ձեզ ու ծանոթ լինելով ԿՊ-ի գործելավոճին անցություն կթողնի պաշտոնը, կներանա, թե ամեն դեպքում ինչ-որ անկարգություն է կամ փողոցային ինչ-որ պայքար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում որևէ ցնցում տեղի չունենա, ընդդիմության հաղթանակի դեպքում տեղ ունենա սահուն իշխանափոխություն։ Եթե իշխանությունը կփորձի գողանալ հաղթանակը, կեղծել ընտրությունների արդյունքները, մենք մի քանի սցենար պատկերացնում ենք, ինքը դժվար է հաշվի նստելու ժողովրդի հետ որոշման հետ, կփորձի գողանալ այդ հաղթանակը, մենք դա թույլ չենք տալու եւ պաշտպանելու ենք մեր ստացած, մեր քվեն եւ ժողովրդի կամարտայությանը տեր ենք կանգնելու։ Անշուշտ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի որևէ ցնցում չլինի, որևէ քաոսային վիճակ չլինի, բայց դա չի նշանակում, եթե ինքը գնա քայլերի, դրա պատասխանը չի ստանալու։ Երկրի սահմանադրական կարգը մենք պահելու ենք, հաշվի առնելով իր անցյալը, իր ձեռագիրը, ինքը սիրում է քաոս, արյուն, ինքը դրա խորհրդանիշն է տանի բախումների բան, բայց կարծում եմ պարտված իշխանության հետևից այլևս ոչ մեկ չի գնա, իսկ ուժային կառույցներին ով այս ընթացքում մեղսակից են դառնում իր հանցագործությանը կատարում են նրա հրահանգները, պարտություն արձանագրելուց հետո վստահ եմ, որ իրենք կունենան այդ գիտակցությունը եւ չեն մտնի այդ մեղքի տակ եւ ամեն ինչ հարթ, սահուն, նորմալ ճանապարհով կգնա։
Սաղաթելյան, ընդդիմության միասնականությունը երաշխավորված է, այսինքն ընդդիմությունը անհանգստություն, կապուկություն, ինչ-որ սցենարներ քննարկում, ամեն դեպքում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ արդեն տարբեր քրեական գործերով այս փուլում արդեն անցնում են եւ կա մտահոգություն, որ այս գործերը կարող են հետագայում օգտագործվել եւ օրինակ լինեն դեպքեր, երբ ընդդիմադիր գործիչները դուրս գան կամ չգիտեմ մանդատը վերացնեն դառնան անկախ պատգամավոր եւ Այդ ինչ սցենարի դեպքում։ Չգիտեմ տարբեր Տեսեք, ես այսպես ասեմ, մենք որևէ պայմանավորվածություն ընդդիմադիր ուժերը չունեն այդ հարցերի շուրջ, բայց մենք ունենք խոր այդ վստահությունը եւ վստահ եմ, որ ընդդիմադիր գլխավոր ուժերը ունեն այդ գիտակցությունը, ես չեմ տեսնում դժվարություն, որպեսզի այդ համագործակցությունը տեղի չունենա։ Մենք իսկ մենք մեր դիրքորոշումը բազմաթիվ անգամ շատ պարզ եւ հստակ ասել ենք, եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք ընդդիմադիր հիմնական ուժերի հետ տեսնում ենք այդ համագործակցությունը։ Մնացածը ով որտեղ ինչ ոնց դա ցույց կտա ընտրության արդյունքները։ Ես ի պատիվ նաեւ ընդդիմադիր դաշտի ուժերի պետք է շատ հստակ ասել, որ այսքան հալածանքներին, ճնշումներին առնվազն հիմնական ուժերը, այսպես ասած, տղամարդավարի պինդ դիմագրավում են, որտեղ այլանդակ ճնշումների ծավալ է, մարդկանց ընտանիքներին, հարազատներին, ամեն ինչ արել են, նաև որպեսզի շատերը հրաժարվեին այս պայքարից, բայց ի պատիվ հիմնական ուժերի մարդիկ պինդ կեցվածքով գնացել են առաջ ու այսօր նաև այս իրավիճակը պայմանավորված է ըստ դրանով։